Ռեոփնի եթերում Ռենյուզի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Ղազախական ցորեն տեղափոխող առաջին գնացքն է հասել Հայաստան ռուսականից հետո։ Մինչ իշխանությունը Ադրբեջանի տարածքով բեռների ներկրումը մեր երկիր ներկայացնում է որպես ապաշրջափակման առաջին ու կարևոր քայլ, ընդդիմադիր դաշտը ուշադրություն է դարձրել, որ եկած ալյուրը 4-րդ դասի է, որը հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր։ Դժգոհում են ինչու նախօրոք չեն հայտարարել դրա մասին, նոր լոգիստիկ երթուղին գովերքելիս։ 4-րդ կարգի ցորեն կամ անասնակեր էր դիմավորում այրումում Գևորգ Պապոյանը նախորդ շաբաթ։ Հենց գիշերով գնացել էր կայարան, նկարվել գնացքների ֆոնին ու պահն անվանել պատմական։ Ես առաջինը կուտեմ այդ ցորենի հացը։ Այսպես էր մեկնաբանել նախարարը Facebook-ի իր էջում, որտեղ ամենօրյա կտրվածքով կիսվում էր եկող ցորենի մասին նորություններով։ Հավանաբար նկատի ուներ, որ ցորենն անվտանգ է։ Մենք հիմա Տավուշի մարզի այրում կայարանում ենք, այստեղ է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ցորենը մի քանի աստիճանով են դասակարգում, օրինակ առաջինն ու երկրորդը բարձր դասի են, երրորդն ու չորրորդը միջին։ Այս վերջինից թե ալյուր, թե անասնակեր են ստանում։ Իդեպ ցորենի մատակարար Պրոդկորպորացիա ազգային ընկերության կառավարիչն էր բացահայտել ցորենի դասը։ Էկոնոմիկայի փոխնախարարը չհերքեցել, որ ցորենն անասնակեր կարող է դառնալ։ Այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետության Ժողովուրդ ջան, ինչ։ Դուք ցույց ախր այդպես չեք ներկայացրել, հարցը դրանում է։ Նախարարությունը չի ասում։ Ինչ-որ մեկը կարգա ներկայացել մինչև այդ, լուրջ, որտեղ է գրած։ Իհարկե չի ներկայացված։ Ասեն են ցորեն է գալի։ Բայց չեն ասել, որ անասնակեր է։ Ժողովուրդ ջան, բայց իսկ ասել են, որ ուրիշ ցորեն։ Ասել են դիվերսիֆիկացիա է, այլընտրանք է։ Ասել են իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի։ Ցորենը ցորեն չի։ Կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի։ Ըստ փոխնախարարի այս ցորենը նույնպես անհրաժեշտ էր մեզ։ Հարցնում է, իսկ ինչու պետք է գործընկեր պաշտոնյաները հստակեցնեին, որ սա 4-րդ դասի է։ Էությունը ճանապարհների ապաշրջափակումն է։ Համաձայն չէ ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ինչու Ղազախ Իջևան երթուղով չի եկել։ Ավելի կարճ էր, ասում է, հավելյալ ծախսել չէր ավելանա ինքնարժեքին։ Ապաշրջափակումը կլներ հետևյալը, երբ որ կապ չունի ցորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ sense ուրճացվում է, ասում եմ, գիտեք ինչ, այդ գծերի հետ կապված, երկաթ գծերի հետ կապված, Ղազախ կայարանի սահմանից մինչև Իջևան կայարան 10 կիլոմետր է։ Ընդամենը 10 կիլոմետր հատվածի հետ կապված է, որի ռեյսերը կան, ընդամենը ընթացիկ աշխատանքներ կան, որ այդ աշխատանքները տանելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է, որ այդ վագոնները գան եւ Իջևան կայարանում բեռնաթափվեն։ Մյուս պարտիան էլ, որ Ռուսաստանից էր գալիս, էլի Վրաստանով էր եկել։ Այդ հացահատիկն էկոնոմիկայի փոխնախարարի բնորոշմամբ նորմալ ցորեն է։ Իդեպ այսօր Պապոյանն ասել է, որ այն 3-րդ կարգի է։ Օրեր առաջ Ռիոփնի հետ զրույցում ալրաղած ընկերություններից մեկից հաստատեցին, որ ցորենը փորձաքննության են ենթարկում, որ ալյուր ստանան։ Ըստ ՊԵԿ-ի այդ կազմակերպությունը ալյուրի արտադրությամբ է զբաղվում։ Նայեցինք օնլայն խանութներում տեսնելու այդ ընկերության արտադրանքը։ Գտանք միայն բարձր կարգի ալյուր։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչպես է հնարավոր միջին դասի ցորենից ստանալ բարձր դասի ալյուր։ Սիմոն Հովանեսյան, Ռիոփն մեդիա։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի տարեկան համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով կազմում է մոտ $9,000։ Մեր տարածաշրջանում այս ցուցանիշով առաջատարը Վրաստանն է։ Հարևան այդ երկրում մեկ շնչի հաշվով հնան կազմում է մոտ $10,000։ Ադրբեջանի հնան մեկ շնչի հաշվով մոտ 7,400 է, Թուրքիայինը 18,200, Ռուսաստանինը 17,450, իսկ Իրանինը 4,070։ Ադրբեջանի տարածքով ցորենի գալը ապաշրջափակման առաջին քայլ ու խաղաղության նախաստորագրված պայմանագրի գործնական կատարում համարելու պաշտոնական Երևանի հայտարարություններին զուգահեռ Բաքվից ուղիղ սպառնալիքները շարունակվում են։ Ադրբեջանը թեժ է պահում անկլավների վերադարձի թեման։ Ի պատասխան Երևանն էլ հիշեցնում է Հայաստանի դե յուրե տարածքի Արցվաշենի մասին։ Մանրամասները ռեպորտաժում։ Վերջին շաբաթը ցույց տվեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենաթունդականներից մեկը, անկլավների եւ էքսկլավների խնդիրը, պատրաստ է պայթելու։ Բաքվի իշխանությունները ոչ միայն պահանջում են Հայաստանից անհապաղ վերադարձնել իրենց համար անկլավային համարվող տարածքները, այլև իրենց հայտարարություններով ուղղակիորեն սպառնում են սահմանային նոր լարվածությամբ։ Ղազախի շրջանի գյուղերի եւ Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձը Ադրբեջանի մշտական ուշադրության կենտրոնում է։
կվերադարձնենք դրանք։ Հաջիզադեի շուրթերով Բաքուն փաստացիորեն շանտաժի է ենթարկում խաղաղության գործընթացը։ Ադրբեջանական կողմը հարցը դիտարկում է ոչ թե բանակցային, այլ միանշանակ պահանջի հարթությունը, մինչդեռ Երևանը այս անգամ կտրուկ հակադարձում է, հիշեցնում Հայաստանի դե յուրե տարածքի Արցվաշենի մասին։ Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ժորժ ջան, Արցվաշենը մեր տարածքն է, հասկանում եք։ Ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արցվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, որտեղ դա մեր տարածքն է։ Մեր տարածքն է, չեմ կարող չխոսել Արցվաշենի մասին, սրա մասին է խոսքը։ Ընդ որ ոչ միայն Արցվաշենի, Ջերմուկի հատվածի տարածքների մասին, Սյունիքում հատվածներ կան, Տավուշում հատվածներ կան։ Ադրբեջանը հրապարակավ անտեսում է հայկական պահանջները չանդրադառնալով անգամ Սև լճի հատվածում մեր տարածքների օկուպացիային։ Նրանք պնդում են, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները ենթակա են անվերապահ վերադարձի։ Նախ ասեմ, ես շատ վտանգավոր եմ համարում, որ Փաշինյանը սկսել է խոսել Արցվաշենի վերադարձի մասին։ Ասեմ ինչու։ Դա նշանակում է մի բան, որ ինքը պատրաստվում է եւ նրանից արդեն պահանջում են, որ ինքը վերադարձնի այն 3 անկլավները Քարքին, հայտնի որ Տիգրանաշերտը, Տիգրանակերտն է եւ Տիգրանաշենն է ուսում եւ բանի հետ Տավուշի շրջանի անկլավները, որ վերադարձնի Ադրբեջանը։ Հիմա գիտեք, դա շատ վտանգավոր զարգացում է ու հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի դիկտատը Հայաստանի նկատմամբ, որովհետեւ այսօր մի լուծում կա, կամ մենք պետք է փոխանակենք այդ տարածքները, որովհետեւ ասենք այդ ադրբեջանական անկլավները մեր շատ կարևոր ստրատեգիական ճանապարհների վրա են դրված ու պարզվելու է, որ մեր շատ կարևոր ստրատեգիական ճանապարհները անցնելու են Ադրբեջանի տարածքային բանի տակ, վերահսկողության տակ, որը ես կարծում եմ շատ վտանգավոր բան է։ Արցախը այդ առումով ոչ մի խնդրեմ չի ներկայացնում Ադրբեջանի համար, որովհետև ինքը մի հատ sense կտրված, մի հատ կղզյակ է, որը ստրատեգիական որևէ ճանապարհ կամ խնդիր չի բարդացնում Ադրբեջանի համար։ Ադրբեջանցի փորձագետներին եւս անհանգստացնում է ինչպես է լուծվելու հարցը։ Նշում են, եթե տարածքային փոխանակում չլինի, ապա ապագայում այդ տարածքները հերթական զինված հակամարտության խթանն են դառնալու։ Մեր 4 գյուղերի եւ Հայաստանի 1 գյուղի ճակատագրի լուծման խնդիրը լուրջ հարցեր է առաջացնում։ Կարծում եմ միջազգային փորձի հիման վրա այստեղ լավագույն տարբերակը հողերի փոխանակումն է։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք Բաշքենդը հանձնել Հայաստանին, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք համաձայնվել մեր երկրում հայկական անկլավի ստեղծմանը։ Ի պատասխան ադրբեջանական վերջնագրի տրամաբանության քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սարգիս Խանդանյանը հակադարձել է. միակողմանի զիջումներ լինել չեն կարող։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ, մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղ ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում։ Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Այս խնդիրը ոչ միայն սահմանազատման, այլև իրականում իրավական պատերազմ է տարածքների շուրջ։ Երևանը պնդում է, որ սահմանազատումը պետք է կատարվի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի եւ Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի միջև գծված իրավական սահմանների հիմքերի վրա։ Սակայն Ադրբեջանը շարունակում է իր պահանջը ներկայացնել որպես հողի վերականգնում, ամբողջությամբ անտեսելով Հայաստանի դե յուրե տարածքի զավթումը։ Գառնիկ Դանիելյանն է հիշեցրել, ինչպես պետք է փոխանցեին 900 հեկտար բերքաբերից, սակայն այդպես էլ չարեցին։ Միակողմանի զիջում է արվել հայկական կողմի, ես այս օրինակը բազմիցս անգամ բերել եմ եւ մեկ անգամ եւս ուզում եմ ասել։ Ինչը վերաբերվում է Կիրանց ոսկեպար հատվածին, այն ժամանակ ասում են, այս հատվածներից մենք զիջում ենք անում, բերքաբերից 900 հեկտար ստանալու։
անցել է բավականին երկար ժամանակ, տևական ժամանակ անցել, որևէ մի սանտիմետր, որևէ մի միլիմետր հող բերքաբերի, ուրեմն լճից այն կողմ Հայաստանի Հանրապետություն չի ստացել։ Մինչդեռ բանակցային գործընթացը դանդաղում է, անկլավների շուրջ առկա լարված հռետորաբանությունը մեծացնում է սահմանային լարվածության բռնկման ռիսկը։ Բաքվի փողոցներում կործանիչների ցուցադրմամբ Ալիևը հենց այս խնդիրն է լուծում։ Բացահայտորեն ակնարկում է ուժային լուծման մասին, փորձելով Երևանից միակողմանի զիջումներ կորզել։ Արտվաշենի տարածքը մոտ 4000 հեկտար է կամ 40 քառակուսի կիլոմետր։ 2021 թվականի մայիսի 12-ից հետո Ադրբեջանը զավթել է տարբեր հաշվարկներով եւս 215-ից 241 քառակուսի կիլոմետր։ Իսկ Հայաստանում ադրբեջանական այսպես կոչված անկլավների ընդհանուր մակերեսը մոտ 44 քառակուսի կիլոմետր է։ Դիանա Կարապետյան, Reopen Media։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, թե կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները։ Դեսպանները հանդիպել են նաև ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահի հետ։ Եվս մեկ պաշտոնական լուր Գարիկ Մուրադյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանն է ստորագրել։ Հիշեցնեմ, մինչև այս սահմանապահ զորքերի հրամանատարն Էդգար Հունանյանն էր, նա պաշտոնից ազատվել է այս տարվա սեպտեմբերին։ Վրաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ վթարի է ենթարկվել ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որն ըստ Վրաստանի իշխանական լրատվամիջոցների ենթադրաբար պատկանում է Թուրքիայի զինված ուժերին, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Տեղափոխվենք ռուս-ուկրաինական ճակատ, որտեղ լարվածությունը նոր թափ է ստացել։ Ռուսաստանը սեղմում է օղակը Պոկրովսկի շրջանում, հայտարարելով նաև լրտեսական դավադրության կանխման մասին։ Կիևը պնդում է, թե դեռ ամուր է պահում կարևոր լոգիստիկ քաղաքը։ Վերլուծաբաններն էլ վստահեցնում են, եթե լրացուցիչ ուժեր չտեղակայվեն տարածքում, ուկրաինացիները ստիպված կլինեն նահանջել։ ФСБ предотвратила масштабную провокацию киевского режима. Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե կանխել է ուկրաինացի և բրիտանացի լրտեսների կազմակերպած դավադրությունը։ Ըստ պետական լրատվամիջոցների, դրա նպատակն էր գայթակղել ռուս օդաչուներին, հափշտակել կինժալ հիպերձայնային հրթիռով զինված MiG-31 կործանիչը $3 միլիոն։ Նախ խոստացել էին 1 միլիոն, ապա 3-ը, եթե կինժալն էլ հետը լինի։ Իսկ երբ օդաչուն ասել է, թե վայրեջքից լավ չի գլուխանում, խոստացել են հեռավար դասընթաց։ Դեռ հայտնի չէ այս սակարկություններն ու խուսանավումները լրտեսական խաղի ավելի մեծ ծրագրի մաս էին, թե ոչ, համենայն դեպս կործանիչի առևանգումը ձախողվել է։ Անվտանգության դաշնային ծառայության տվյալով առևանգված օդանավը պետք է թռչեր դեպի Ռումինիայի Կոնստանցա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազա իբր հարվածներ հասցնելու համար, որտեղ սակայն կործանիչը խոցելու էին հակաօդային պաշտպանության ուժերը։ Ռուսական կինժալը ավիացիոն բալիստիկ հրթիռ է, որը կարող է շատ մեծ արագություն զարգացնել և մանևրել հակաօդային միջոցների համար անկանխատեսելի թռիչքուղիներով։ Ըստ Reuters-ի, Ռուսաստանը վաղուց է Մեծ Բրիտանիային համարում իր գլխավոր թշնամին։ Մոսկվան մեղադրում է Լոնդոնին Ուկրաինայում պատերազմը հրահրելու, իսկ բրիտանական հետախուզությանը այդ երկրին մի շարք ռազմական գործողություններում օգնելու մեջ։ Մեծ Բրիտանիան համարում է, որ Մոսկվան կայսերական նկրտումներով հողեր է զավթում Ուկրաինայում։ Լոնդոնը բազմիցս զգուշացրել է, որ ռուսական հետախուզությունը փորձում է քաոս սերմանել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում ժողովրդավարությունը խաթարելու համար։ Իսկ ռազմաճակատում մարտերն օրեցօր ավելի են թեժանում։ Զապորոժիեի մարզում ռուսական ստորաբաժանումները գրավել են Նովոուսպենսկոյե բնակավայրը։ Դոնեցկի մարզի Պոկրովսկի և Միրնոգրադի շրջանում իրավիճակը բարդանում է ժամ առ ժամ։ Ռուսական զորքերը շարունակում են առաջխաղացումը Պոկրովսկի արևելքում և հարավում։ Ամերիկյան պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի մասնագետների կարծիքով ռուսները կարող են որոշակի գոտի ստեղծել քաղաքում ուկրաինական զորքերի շրջափակման, ապա նահանջի համար։ Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին The New York Post-ին ասել է, որ ռուսները ռազմավարական հարձակողական գործողություն են անցկացնում Պոկրովսկի մոտ և կուտակել են հսկայական թվով զորքեր, մոտ 170,000 մարդ, հզոր մեխանիզացված ստորաբաժանումներ և ծովային հետևակի 4 բրիգադ
բրիգադ հարվածային բռունցք ստեղծելու եւ ուկրաինական զինուժի պաշտպանական գիծը ճեղքելու համար։ Ըստ նրա Կիևը դեռ ամուր պահում է կարևոր լոգիստիկ քաղաքը։ Սիրսկիի խոսքով ռուսների նպատակն է հյուսիսից, հարավից եւ արևելքից շրջապատել Պոկրովսկը եւ հարակից քաղաքները կտրելով մատակարարման գծերը, ապա իրականացնել վերջնական մանևր ամբողջ Դոնեցկի շրջանը գրավելու համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Կուպյանսկի արևելքում գտնվող նավթաբազան, իսկ վերջին ժամի դրությամբ ամբողջովին գրավել են քաղաքի արևելյան հատվածը, շարունակելով շրջափակման մեջ հայտնված ուկրաինական խմբավորման ոչնչացումը։ Պոկրովսկում ռուսական գրոհային խմբերը առաջ են շարժվել կենտրոնական շրջանի հյուսիս-արևմտյան եւ արևելյան թաղամասերում, ինչպես նաեւ երկաթուղային կայարանում մեկ օրվա ընթացքում գրավելով 256 շենք։ Շարունակվում է Դոնեցկի շրջանի Ռոկ բնակավայրի մաքրումը, որտեղ ռուսական զինվորականները գրավել են 100 շենք։ Այստեղ հետ են մղվել ուկրաինական ստորաբաժանումների շրջափակված խմբավորման համար սողանցք բացելու նպատակով 7 հարձակումներ։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե Կիևը ձգտի Պոկրովսկը պահել ցանկացած գնով, առանց համապատասխան ուժեղացման, դա կարող է հանգեցնել քաոսային եւ արյունալի նահանջի, որը նման կլինի այլ կարևորագույն հենակետերում կրած պարտություններին։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Շարունակելով միջազգային լրահոսը, խոսքի ազատության հայրենիք համարվող Միացյալ Նահանգների նախագահը ուզում է դատի տալ բրիտանական ու միջազգային ամենահայտնի լրատվամիջոցներից մեկին, BBC-ին։ Ըստ Թրամփի հեղինակավոր լրատվամիջոցը իր ելույթն աղճատել է սխալ ներկայացրել լսարանին, ինչի հետևանքով իրեն է վերագրվում 21 թվականի հունվարին Կապիտոլիումի վրա հարձակումը։ Թեև BBC-ի ղեկավարությունն արդեն ներողություն է խնդրել կատարվածի համար, Թրամփը չի պատրաստվում նահանջել։ Միացյալ Նահանգների նախագահն առաջին անգամը չէ, որ լրատվամիջոցի հետ դատարան պիտի մտնի եւ ընդհանրապես նա այն ղեկավարներից է, որի անվան հետ կապվում են հազարավոր դատական գործեր։ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել BBC-ին սպառնալով դատական հայց ներկայացնել։ Աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը հայտնվել է աննախադեպ սկանդալի կենտրոնում, որը հանգեցրել է նրա բարձրագույն ղեկավարության, գլխավոր տնօրեն Թիմ Դեյվիի եւ լրատվության ղեկավար Դեբորա Թըրնեսի հրաժարականներին։ Պատճառը Թրամփի ելույթի խմբագրումն է, որը ոչ միայն առաջացրել է կողմնակալության մեղադրանքներ, այլև $1 միլիարդ դատական հայցի սպառնալիք։ Ամեն ինչ սկսվեց BBC-ի Պանորամա հաղորդման վավերագրական ֆիլմից, որը ցուցադրվեց Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից քիչ առաջ։ Ֆիլմը մոնտաժվել եւ իրար էին միացվել 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի ելույթի երկու տարբեր հատվածներ, ստեղծելով տպավորություն, թե նա ուղղակիորեն կոչ է անում բռնության Կապիտոլիումի վրա հարձակվելու համար։ Մինչդեռ ըստ Թրամփի փաստաբանների BBC-ն դիտավորյալ բաց էր թողել այն հատվածը, որտեղ նախագահը կոչ էր անում իր կողմնակիցներին երթով շարժվել խաղաղ եւ հայրենասիրաբար։ Ներքին զեկույցի արտահոսքից հետո բռնկված սկանդալի հետևանքով BBC-ի նախագահ Սամիր Շահը ստիպված եղավ հրապարակավ ներողություն խնդրել։ Ներողություն եմ խնդրում այն բանի համար, թե ինչպես էր թիմը խմբագրել նախագահ Թրամփի հունվարի 6-ին իր կողմնակիցներին ուղղված ուղերձը։ Ես չէի ցանկանում կորցնել Թիմ Դեյվիին։ Կարծում եմ, որ Դեյվին եղել է բացառիկ գլխավոր տնօրեն եւ թույլ տվեք ասել, որ խորհրդի ոչ մի անդամ էլ չէր ցանկանում։ Պատասխանատվություն ստանձնելով հրաժարական տվեց նաև լրատվական բաժնի ղեկավարը։ Ես հրաժարական տվեցի, որովհետև պատասխանատվությունը ինձ վրա է, բայց ես կցանկանայի մեկ բան շատ պարզ դարձնել։ BBC News-ը ինստիտուցիոնալ կողմնակալ չէ, այդ իսկ պատճառով այն աշխարհի ամենավստահելի լրատվության մատակարարն է։ Ճգնաժամը հասել է նաև բրիտանական խորհրդարան։ Քաղաքական գործիչները պահանջում են պատասխանատվություն, բայց միևնույն ժամանակ մտահոգված են BBC-ի վրա Դոնալդ Թրամփի գործադրած ճնշումներով։ Կարծում եմ, որ հարցեր կան, որոնց BBC-ի խորհուրդը պետք է պատասխանի, թե ինչպես է պատկերացնում այս իրավիճակի կարգավորումը։ Բայց ես կարծում եմ, որ քաղաքական գործիչների համար այսօրվա առանցքային խնդիրն այն է, թե արդյոք նրանք պաշտպանելու են BBC-ին որպես ինստիտուտ։ Դոնալդ Թրամփը իր մեկնաբանություններով խաթարում է BBC-ի աշխատանքը, հարձակվում է ղեկավարության վրա, BBC-ի լրագրողներին կոչելով կոռումպացված։ Այս մեդիա արշավը հատկապես կարևոր է դարձել այն բանից հետո, երբ նախագահ վերընտրվելուց հետո Թրամփի դեմ հարուցված 4 քրեական գործերից 3-ը կասեցվեցին կամ փակվեցին։ Գաղտնի փաստաթղթերի եւ հունվարի 6-ի դաշնային գործերը փակվեցին 2024-ի նոյեմբերին նախագահական անձեռնամխելիության հիմքով։
Ջորջիայում ընտրությունները խախտելու գործը կանգ է առել դատախազ Ֆանի Վիլիսի հեռացումից եւ ընտրացակարգային խնդիրներից հետո ապագան մնալով անորոշ։ Ջին Քերոլի քաղաքացիական գործում Թրամփը մեղավոր ճանաչվեց 1990-ականների սեռական բռնության եւ զրպարտության համար, պարտավորվելով վճարել $88.3 միլիոն։ Նյու Յորքի գլխավոր դատախազի գործով Թրամփը $454 միլիոն տուգանք վճարեց արխիվները ուռճացնելու համար եւ նրան ժամանակավորապես արգելվեց բիզնես վարել նահանգում, դատավճիռն այժմ բողոքարկվում է։ Ամենասկանդալային Նյու Յորքի փողլռության դիմաց գործով Թրամփը մեղավոր ճանաչվեց 34 կետերով։ Մեծահասակների համար ֆիլմերի ասող Սթորմի Դենիելսին 2016-ին վճարած գումարը թաքցնելու համար փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով, բայց ազատազրկումից խուսափեց։ Գործն այժմ բողոքարկման փուլում է։ Թրամփը եւ նրա ընկերությունները ներգրաված են եղել ավելի քան 4000 դատական գործերում, հիմնականում բիզնես վեճերի եւ պայմանագրային խնդիրների պատճառով։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Երկարատև քաղաքական փակուղուց շատդաունից հետո ամերիկյան սենատը հաստատել է կառավարության աշխատանքի վերսկսման մասին օրինագիծը։ 60 կողմ 40 դեմ ձայներով հաստատված փաստաթուղթը հույս է ներշնչում, որ մոտենում է ամերիկյան պատմության մեջ ամենաերկար շատդաունի ավարտը։ Օրինագիծը նախատեսում է հարկադիր արձակուրդում գտնվող 100,000-ավոր պետական ծառայողների աշխատավարձի վճարում։ Հիշեցնեմ, Միացյալ Նահանգների կառավարության գործունեությունը կասեցվել էր հոկտեմբերի 1-ին, քանի որ կոնգրեսը չէր կարողացել համաձայնության գալ դաշնային բյուջեի շուրջ։ Միացյալ Նահանգների կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսիին է այցելել Արամ առաջին վեհափառ հայրապետը։ Ավելի քան 1 ժամ տևած հանդիպման ընթացքում Արամ առաջինն ու Փելոսին քննարկել են տարբեր հարցեր Հայաստանից մինչև Լիբանան, Միջին Արևելք ու ամերիկահայ համայնք։ Կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, Նենսի Փելոսին միշտ հայ ազգի կողքին է եղել, հայտնել իր աջակցությունը հայերի իրավունքների պաշտպանությանը։ Հիշեցնեմ, որ Փելոսին մոտ 3 տարի առաջ այցելել էր Հայաստան։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը հերքել է մամուլում վեհափառ հայրապետի հրաժարականի մասին լուրերը, ինչպես նաև այն մասին տեղեկությունները, թե իբր մի խումբ եպիսկոպոսներ պահանջել են կարգալույծ անել Արշակ արքիեպիսկոպոս Խաչատրյանին։ Ըստ Քահանայի Արշակ արքիեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության համար վեհափառ հայրապետը ստեղծել է հանձնախումբ, հաշվի առնելով ներկայացված առաջարկները։ Մեկ լուր քրեական լրահոսից, ողբերգական դեպք է եղել Աբովյանում, դանակահարության հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկը վիրավորվել։ Ներքին գործերի նախարարությունն Աբովյան բժշկական կենտրոնից է ահազանգստացել։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, մյուսը գտնվում է վիրահատարանում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունը ներկայացրել է նախորդ օրվա օպերատիվ իրավիճակը հանրապետությունում։ Ըստ ամփոփագրի բացահայտվել է 165 հանցագործություն, այդ թվում թմրանյութի հայտնաբերման 20, ֆիզիկական ներգործության 15, մարմնական վնասվածք պատճառելու 10, խուլիգանության 5 եւ այլ դեպքեր։ Ճանապարհատրանսպորտային վիճակագրությունն էլ այսպիսին է։ Անցած մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 27-ը ստացել մարմնական վնասվածքներ։ Ֆուտբոլային սկանդալ է Թուրքիայում, այդ երկրի տարբեր ֆուտբոլային դիվիզիոնների 1000-ից ավելի խաղացող հեռացվել է խաղադրույքներ կատարելու համար, նրանցից 27-ը հանդես է գալիս Սուպերլիգայում։ Ֆուտբոլային գործունեությունից զրկված խաղացողներից միայն մեկը Թուրքիայի ներկայացուցիչ չէ։ Երկրորդ եւ երրորդ լիգաների առաջնություններն այժմ դադարեցվել են, քանի որ շատ թիմեր չեն կարողանում կազմ ներկայացնել։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան FIFA-ից խնդրել է լրացուցիչ տրանսֆերային պատուհան բացը լրացնելու համար։ Հիշեցնեմ, դրանից առաջ Թուրքիայում ձերբակալվել է 17 մրցավար եւ 2 ակումբի նախագահ պայմանավորված հանդիպումների եւ խաղադրույքների համար։ Մարզաձևից հեռացվել է եւս 149 մրցավար։ Վերադառնանք Հայաստան։ Էլիդա Քոչարյանը նվաճել է Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկաների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ 60 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչում Էլիդան 5-0 հաշվով հաղթել է ռուսաստանցի մարզիկին, երրորդ անգամ նվաճելով աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը։ Բռնցքամարտիկ Թումաս Թովմասյանն էլ դարձել է նույն առաջնության արծաթե մեդալակիր։ Լուրերի մեր գլխավոր թողարկումը ժամը 20-ին է, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։